Այսօր իմ սրտում շատ կար խոսեմ մտքի նորոգման մասին, որովհետև դա կարևոր է։ Այս վերջերս ես հասկացա, որ այնքան կարևոր է հիմա բարձրացնենք այդ թեման, որը կոչվում է մտքի նորոգում։ Գիտեք, մենք տեսնում ենք երրորդ թագավորաց գրքում մի պատմություն, երբ որ թագավորը զարկեց գավազանով գետնին։ Մարգարեն ասեց զարկիր։ Նա զարկեց 1, 2, 3։ Թագավորը ասեց ինչի 3 անգամ զարկեցիր։ 10 անգամ զարկեիր։ 4, 5 անգամ, եթե մի քանի անգամ ավել զարկեիր, Աստված ողջ ազգերը քեզ կտար։ Հիմա դու մտածում ես, միթե Աստված նայում է գավազանի զարկմանը։ Ես գիտեմ Աստված ինչ է նայում, բայց գիտեք այդ մարդու մեջ ինչ էր։ Իրան խնդիրը մտածելակերպի մեջ էր, սահմանափակ մտածելակերպը։ 1, 2, 3։ Այսինքն, եթե դու սովոր ես ստանաս $2,000-3,000 աշխատավարձ, եւ գիտեք այդ աշխատավարձը քո սահմանն է դառնում, ու գիտեք երբ որ դու սահմանը փակում ես անսահմանափակ Աստծուն, դու չես կարող առաջ շարժվես։ Եթե քեզ տան ինչ որ մի գումար, դու կասես վերջ հերիքա, որովհետև ավել չի կարող լինի, որովհետև սա իմ սահմաններն է։ Ինչքանով մենք կարող ենք սահման անցնել։ Մեկ անգամ ես թռնում եի Ղազախստան եւ ինքնաթիռի մեջ գիշեր էր արդեն։ Տեր ինձ ասեց, կարող ես ինչ սահմանափակել։ Ասեր, իսկ ես չեմ սահմանափակում։ Ես իջա ներքև եւ վայրեջ կատարեցի մի տղա ինձ դիմավորեց ու ինքը պատմեց, որ ինքը եղել անտուն թափառական ու հիմա տերը կպելը շատ հրաշալի վկայություն էր, եթե այդ վկայը մի ծառայություն կանցնի, բայց նա ասեց հիմա ես բիզնես եմ սկսել, մեծ կոշիկի խանութ ունեմ եւ գիտեք դա ահավոր թանկ կոշիկներ էր սրահը։ Եվ ինձ մեքենայով տարավ իր սրահը, ճուստվեց, ես նայեցի կոշիկի գները, այդ ժամանակ գիտեք $100 հիմիկվա $100 չի։ Լուրջ էր $100։ Կոշիկները սկսում էին $500-ից։ Նա ասեց հովիվ, դուք իմ կյանքում այնքան գործ եք արել, ես ձեր քարոզները փոխել եմ իմ կյանքը, խնդրում եմ վերցրեք կոշիկ ձեզ համար։ Ասի չէ, պանդրաժեշտի պետք չի։ Գիտեք, սահմանափակումը մտածելակերպի, որ եթե այնտեղ լիներ $50, միգուցե կվերցնե, բայց երբ որ արդեն 500 ասում ես, ասում ես մեկին վատ չլինի։ Բայց դու չես հասկանում, միգուցե դրանով ինքը օրտնվելու է։ Ասես վերցրու այդ կոշիկները։ Ես վերցեցի ինձ համար ասեց, բայց ինչի՞ ես քիչ վերցնում։ Ասեցի դե մի հատ, ասեց կնոջդ, երեխաներիդ բոլորի համար վերցու։ Ասի չէ, կներես, չեմ կա, նա բռնեցեց, դրեց առատությամբ ինձ երկու մի մեծ պայուսակ կոշիկներ դրեց, ասեց սա քեզ մեր կողմից։ Ես հաշվեցի մոտավորապես $2,500 կոշիկներ, որ ես երբեք չէի կարող մտածել դրա մասին։ Դուրս եկա ասեցա, Աստված, գիշերը ժամը 9-ը։ Աշխատավարձի ժամանակ չէ։ Այդ անգամ այդպիսի մեծ գումարներ անգամ չէի կարող պատկերացնել եւ Աստված ասում է գիտեք դա Ամերիկայի մասին չեմ խոսում, խոսում եմ Ղազախստանի մասին։ Իսկ դու կարող ես ինչ սահմանափակես։ Ես ասեցի Տեր, ես քեզ չեմ սահմանափակում, խնդրում եմ օգնես իմ սահմանափակ միտքը բացեմ։ Գալիս եմ հյուրանոց, ինձ հյուրանոց բերեցին եւ մի մարդ նստած այնտեղ սուրճ էր խմում եւ մոտեցավ ինձ ասեց դուք Արթուր Սիմոնյանը չեք, ասում այո, ասեց կլինի մի քիչ հետո սուրճ խմես, ասեցի գիտեք վերջերս տանեմ վերև կիչնեմ, ես էլ չեմ այնքան հոգնած ուզում քնեմ, ասում լսի ես չեմ ուզում ես մարդու հետ շատ ժամանակ անցկացնեմ, բայց ինձ սովորացնել մարդուն մի անհարգ, ասեցի ես կիչնեմ, թող ինձ վատ լինի, իրան լավ լինի։ Ասեց այնքան ձեր կարիք ունեմ։ Ես իջա հետը սկսեցի խոսալ, մեկը ասեց գիտես որ ես քեզ տեսա, ճիշտ ասած ինչու քեզ կանչեցի, որովհետև հարց ունեի քեզ, բայց նույնպես ուզում եմ քեզ օրհնեմ։ Ես չեմ խոսում Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին, ես խոսում Ղազախստանի մասին։ Հանեց ինձ $2,500 փող տվեց։ Եվ Աստված ասում է դրանից հետո կանգնած արդեն ողջ տարվա աշխատավարձները ստացել ես դու։ Ասում կարող ես ինչ սահմանափակես։ Ասում Տեր Աստված, իրականում ինչքան օրհնում ես, այնքան դժվարանում է սահմանափակման մեջ, ուզում ես սահմանափակես Աստծուն, ասես ես քեզ կարող եմ օրհնել։ Ավելի շատ կարող եմ օրհնել։ Եթե մինչև առավոտ չսահմանափակես, դու անսահմանափակ օրհնված ես լինելու։ Ասես լավ Տեր, ես քեզ չեմ սահմանափակում։ Գնում եմ իմ համար, դուրը թակում են։ Մտնում եմ եղբայր ասում է Հով Արթուր, ես այստեղ եմ աշխատում, ես տեսա մանիտորի մեջ, որ դուք ստեղ եք եկել, պարզապես ուզում ձեզ մի գրիչ օրհնեմ, պարկեր գրիչներից, որը թանկ է, ինձ գրիչ է տալիս, սես կանգնած ասում եմ, ես ինչ է կատարվում ինձ հետ Ղազախստանում ինքնաթիռից իջնելուց հետո,
ու հանկարծ Աստված ասում է կարող ես ինձ էլ չսահմանափակես։ Ասի Տեր, չեմ կարող, պարկում եմ քնելու։ Դուք ասես, բա ինչի՞ չարես, գիտեք հեշտ է։ Սիրելիս մի սահմանափակեք անսահմանափակ Աստծուն։ Օրեր առաջ, մի ամիս առաջ մի կնոջ հետ խոսում է եւ նա գիտեք ինձ ինչ ասեց, դες իրանց պես չեմ, ինչ որ մեկին նկատի ուներ, ասեց ես իրանց պես չեմ, որ սև իկրա են ուտում ամբողջ օրը, սև խավիար են ուտում։ Ես ասեցի, մեկ րոպե այստեղ եկեք կանգնենք, դուք սև խավիարի դեմ եք, թե այդ մարդու դեմ եք։ Որտեւ եթե այդ մարդու դեմ եք, դուք իրավունք չունեք, որտեւ Քրիստոս ասա դուք պետք է սիրեք մեկը մյուսին։ Իսկ սև խավիարը եկեք պարզենք, որն է։ Ասեց, ոչ, պարզապես տենց ասում եմ։ Ասեցի, դուք սև խավիար առնում եք։ Ասեց, ոչ, մենք այդ հնարավորությունը չունենք։ Ես մի անգամ մտա Amazon-ի մեջ, պարզապես հավաքեցի սև խավիար, տեսնեմ ինչքանից է սկսվում ինքը փոքր բանկան, ինչքանից է սկսվում, եւ ես տեսա $48-ից մինչեւ այսօր հիշում եմ, $48-ից սկսում էր սև խավիարը։ Ասի ձեզ մոտ $48 եղել, ասում եմ, հիմա էլ կա, ասի իսկ ինչու չեք առնում։ Ինչ է կարծում հին մտածելակերպը թույլ կտա սև խավիար ուտի։ Որտեւ իր մտածելակերպը սովոր է, եթե լինի մոտը կարտոֆիլի փող, ինքը կառնի կարտոֆիլ, եթե ավելի շատ մեկ մեշով կարտոֆիլ կառնի։ Գիտեք, Աստված օրհնում է մեզ մեր մտածելակերպով։ Ես նրան ասեցի դուք պետք է խավիար առնեք։ Նա ասաց ինչու՞, ասացի դուք պետք է սև իկրան պետք է առնեք։ Ասացի ինչու։ Ասի ոչ դուք ինձ հարգում եք, ասաց այո։ Ասի հենց հիմա մտեք ձեր Amazon-ը եւ պատվիրեք ձեր սև իկրան։ Ասեցի խնդրում եմ, ես Աստծուց եմ ասում, մարգարեական եմ ձեզ ասում, դուք հիմա սև խավիար պետք է պատվիրեք։ Նա մտավ սենց իմ երեսինա նայում, այդտեղա նայում, մտածում է հովի մոտ է եկել։ Եղել է ձեզ մոտ որ գնաք հովի մոտ կոնսուլտացիայի, նա ձեզ ստիպի որ սև խավիար դուք պետք է առնեք։ Ասի քուրիկ ջան, ես գտել եմ քո բժշկությունը որտեղ է սև իկրայի մեջ է։ Քո օրհնությունը սև իկրայի մեջ է։ Ասես, բայց ինչ պետք է անեմ ես սև իկրան, մենք սովոր չենք, ասել, ոչ, դու պետք է առնես, թեկուզ ուրիշին կտաս, բայց մի գտալ դու պետք է ուտես քո առած սև իկրայից։ Նա վերցրեց, պատվիրեց, ասեց, հիմա ինչ կլինի։ Ասի քուրիկ ջան, հենց սև իկրան ուտես, էլ ուրիշի սև իկրան չես նկատելու։ Հենց ուզենաս ուրիշի սև իկրան տեսնես, հիշելու ես քո կերածը։ Դրա համար սիրելիները շատ անգամ մեր մտածելակերպի մեծ խնդիր կա, գիտեք որ ասում է շատ կարևոր, շատ հայտնի առակ է, շատերս լսել ենք, որ երկու մարդ գնացին կոշիկ վաճառելու Աֆրիկայում, որտեղ բոլորը բոբիկ էին ման գալիս։ Մեկը կանգնեց եւ ասեց, այստեղ իմ կոշիկները չի վաճառել, որտեղ բոլորը բոբիկ են ման գալիս, մյուս ասեց իմ կոշիկները լավ կվաճառի, որտեղ բոլորը բոբիկ են ման գալիս։ Մեկը հնարավորություն է տեսնում, իսկ մեկը խնդիր։ Այդպես էլ շատ անգամ մեզ հետ է կատարվում, մենք տեսնում ենք հնարավորություն, թե տեսնում ենք խնդիր։ Շատերին աշխատանքից հանում են եւ ինքը նստում է, վայ ինձ էլ աշխատանքից կանես։ Իսկ ինչու չես մտածում, վայ ինչ լավ աշխատավարձս կբարձրանա։ Ոնց մտածես, այդպես է կլինի։ Կամ պետք է նապաստակի պես նստես դողացես, որ ինձ դեպորտ կանեն։ Լսեք, փոխելով մեր մտածելակերպը, այսօր ես շատ բան ցույց կտամ, փոխվելու է մեր հավատքը։ Դուք գիտեք, որ մեր մտածելակերպը կապված է հավատքի հետ։ Խնդիրը այստեղ չի, խնդիրը այստեղ է։ Ես ես կապացուցեմ շուտով։ Գիտեք, կարող է մի տուն գաս, տեսնես բոլորը մկներ են վազվզում այդ տանը, փդած ամեն ինչ շարժվում է, ահա որ հոտ է, ասես, այս ինչ զզվելի տուն է, կարող ես մտնես ու ասես, հրաշալի տուն է, մնում է ռեմոնտ անել։ Փառք Հիսուսին սիրելիներս։ Երբ Աստված գալիս է մարդու կյանքի մեջ, շրջապատը վերածվում է Աստծո արքայության։ Եթե մարդը մնում է ուրիշտեղ, ինքը մնում է ուրիշտեղ, բայց երբ որ ինքը գալիս է Տիրոջ մեջ, շրջապատը փոխվում է եւ դառնում աստվածային։ Գիտեք, ինձ համար շատ կարեւոր է հրաշալի օրինակ է Սաբայի թագուհին։ Սաբայի թագուհին Սողոմոնի մոտ եկավ եւ գիտեք ինչ ասեց, քո գովազդը ավելի ցածր է, քան դու։ Ներեցեք, քո գովազդը դու ավելի բարձր ես, քան քո գովազդը։ Գիտեք ոնց է գովազդը գործում, մեկ անգամ սոված ես, շատ սոված էի, անցնում եմ կաֆեի մոտով եւ այնտեղ բուրգերի նկար, գիտեք այդ տեսել եք դες բուրգերի նկարներ փայլուն, որ գիտեք այս ոնց որ ասած կաթում է ամեն ինչ իրանից։
Եվ դու մտածում ես, դու պետք է իրան հասնես։ Սես պանիրը, մսեր այնքան լավ է նկարած, ու եւ մտա այդ ռեստորան, ասեցի, ես հենց այդ բուրգերից եմ ուզում, այն որտեղ նկարած, ասեց, որից ասեցի, այն որ նկարած է, տեսնում եք, ասա, այո, մենք կբերենք։ Բերեցին մի հատ բուրգեր, դա ոնց որ, գիտեք, մերժված մի հատ հիասթափված բուրգեր, ոնց որ գիտեք, չգիտեմ, ցեղասպանությունից հալածանքից հետո մեջի միս այսպես փոքր մի հատ մեջը հալածես պանիր, սես դրածես, հացը բացվես, ասես, ես ինչ ակա, ու եթե դու չուզենաս մեծ սոուսներ կեչուպ, ինքը չի ուտվի։ Ու գիտեք, ես ինչ տեսա, որ գովազդը ավելին է, քան ինքը։ Այսօր շատ եկեղեցիներում էլ նույնպես գովազդը ավելի է, քան ինքը։ Մարդկանց կյանքում այսօր գովազդը ավելի է, քան իրանք, բայց Սողոմոնի կյանքում գիտեք ոնց էր, գովազդը իրանից ցածր էր։ Սաբայթագույն ասեց, գիտես, Սաբայթագույն գիտեք ինչ ասեց, այն ինչ որ լսել է ու տեսնում է, ավելի քիչ եմ լսել։ Եվ գիտեք ինչ era, իսկ ինչ արեց Սաբայթագույն։ Շատ անգամ մեր մտածելակերպը պետք է մեծացնենք։ Դու գիտեք Եստեր Թագուհին ոնց հաղթեց իր ազգը։ Հոգևոր կյանքով եւ կանանցիությունով։ Դու գիտեք Եստեր Թագուհին ոնց էր պատրաստում ծառայության։ Եթե հիմա այս բանը ասեմ, շատ եղբայրական խորհուրդներ պարզապես ինձ չգիտեմ, կկտրեն հեսա կանեն, էլ կդնեն ինտերնետի մեջ։ Բայց Աստվածաշունչն եմ ասել, ոչ մի բան չեմ չափազանցնում։ Ամբողջ օրը Եստեր Թագուհին անուշահոտության լոգանքներ էր ընդունում։ Ու մեկ ասի, Եստեր, ինչ ես անում, պատրաստվում եմ ծառայության։ Փրկեմ իմ ազգը։ Ոնց։ Հիմա տեսեք Սաբայթագույի վիճակը։ 3-րդ Թագավորաց 10-րդ գլուխ 4-րդ խոսքից։ Եվ Սաբայթագույն տեսավ Սողոմոնի բոլոր իմաստությունը եւ նրա շինաստունը, նրա սեղանի կերակուրը, ուշադրի։ Նրա ծառաների նստելը եւ նրա սպասավորների վեր կանալը։ Ես չգիտեմ, այդ ոնց են նստում ու վեր կանում։ Շատ կուլտուրական ձևի։ Նրա ծառաների նստելը ու վեր կանալը, նրա սպասավորների վեր կանալ եւ նրանց հագուստները, ուշադրի եղեք, հագուստները եւ նրա մատուրակները եւ նրա այն սանդուղքը, որով վեր էր գնում Տիրոջ տունը եւ ուշը չմնաց ու գնաց, ուշ կգնաց։ Տես եղել է ժամանակ քո նստել վեկանալով, որ Թագուհին ուշ կգնա։ Նա ուշաթափ եղավ։ Ես չգիտեմ ոնց էին հագնված։ Մեկ անգամ մի տղա նստած ենք իրար հետ եւ գիտեք ինձ ինչ ասում։ Այսպես գիտեք միս ձերը գցել աստեղեն մյուսը սենց ու մասաղ յուղը կաթում վրայից սենց ամ ես կյանքում չեմ մտածում թքած ունեմ թե մարդիկ ինչ են մտածում իրանց խնդիրն է ես ապրում եմ ոնց որ ուզում եմ։ Գիտեք ինչ այն օրը որ մենք եկանք Քրիստոսին մենք այլևս մեզ չենք ներկայացնում մենք Քրիստոսին ենք ներկայացնում։ Սիրելիներ, երբ որ մենք հագնվում ենք, մենք Քրիստոսին ներկայացնենք։ Երբ որ մենք ուտում ենք, մենք Քրիստոսին պետք է ներկայացնենք։ Երբ որ մենք իրար հետ խոսում ենք, մենք Քրիստոսին պետք է ներկայացնենք։ Երբ որ մենք աղոթում ենք, Քրիստոսին պետք է ներկայացնենք մենք։ Էլ մենք չենք ապրում, այլ Քրիստոսն է ապրում մեզանում։ Ես այս վերջերս գիտեք ինչ վերապրեցի, պարզապես Տիրոջ մեջ է, Տիրոջ զորության մեջ է ու այնտեղ ասես բացած կանգնեցի այդ տեղի վրա, որ ասում է, ինչ որ խնդրեք իմ անունով, կստանաք։ Ասի Տեր Աստված, ես ինչ խոնարհության նշան է, որ քո անունը արդեն ոչ մի բան է իր անունով ես խնդրում։ Որ դու խոնարհվում ես իր անունի մեջ։ Որ Տեր Աստված, ես վեճ Հիսուսի պատճառով գործնես ինձ։ Որ դու խոնարհվում ես, Տերը կգնալով գործնի քեզ սիրելիս, եթե այդպես ապրես։ Դու դառնում ես Քրիստոսի ներկայացուցիչը։ Քո նստել, քո վերկանալով, քո խոսալով, երբ որ տեսնում ես հավատացյալը իր վրա գոր գրալով խոսում են, դա Քրիստոսը չի, որ ներկայացնում են Քրիստոսին։ Երբ որ տեսնում ես, որ հավատացյալները, գիտեք, մի հատ բան պոկում են, դնում են, մեկի դեմ խոսում են, էսին ասում, բամբասում են, դա Քրիստոսին դու չես ներկայացնում։ Սիրելիներս, հիշեք, բամբասանքի մեջ դու Քրիստոսին դու չես ներկայացնում, դու ներկայացնում ես քո հին մարդը, որը տենց էլ չփոխվեց։ Գիտեք, այս եկեղեցին պետք է, գիտեք, շատերը հիմա նստած դե լավ նախանձից խոսում են։
Հավատացեք, որ գարեջրի կոմպանիան գները շենքը չէին խոսա։ Որ միասեռները գնեին այս շենքը չէին խոսա։ Եվ գիտեք ինչու։ Երբ որ ավազակները, մաֆիայի անդամները լավ մեքենա են քշում, ոչ մեկ իրենց մասին չի բան ասում, հենց հավատացյալ մի հովիվ կամ մեկը լավ մեքենա քշեց, բոլորը սկսում են խոսալ։ Այդ նրանց վրա խոսացեք, ինչու չեք խոսում։ Եթե մի քաղաքական գործիչ, որ մեծ հարուստ ապրում է, գիտեք ամենտեղ մեծ տներ ապրում, ունենալով փոքր աշխատանք, ոչ մեկ չի խոսա։ Բայց երիկա մի հավատացյալ օրտնվի բոլորը կասեն, կսկսեն խոսալ, հասկանում եք, մեր մտածելի կերպի մեջ ինչ որ մի բան կատարվում է։ Մենք չենք կարող առաջ շարժենք, մինչև չփոխենք մեր միտքը։ Ես պետք է արագացնեմ։ Հռոմեացիս 12:2 գրված է այսպես. Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությունով, որ դուք քննեք, թե ինչ Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը։ Ասա բարին, հաճելին ու կատարյալը։ Հիմա բոլոր նրանց, որ մտածում եք ձեզ կարտաքսեն այստեղից, 1, բոլոր նրանց, որ մտածում եք բիլերը ոնց եք փակելու, 2, բոլոր նրանց, որ մտածում եք քո կյանքը արդեն կորած է, 3, գրված է, Տերը պատրաստել է քեզ համար բարին, հաճելին ու կատարյալ։ Մենակ ստեղով սկսի մտածել։ Նա քեզ համար պատրաստել է բարին, հաճելին ու կատարյալը երկինք գնալուց։ Անկամ որ մեռնես, գնում ես բարին հաճելի կատարյալի մեջ։ Լսեք ավելի լավ բան կա, եթե մեռնես եք ապրես։ Առանց նորոգման հնարավոր չի առաջ շարժվել։ Աստված պատրաստում է քեզ համար բարին, հաճելին եւ կատարյալը, իսկ դու նրան հավատում ես։ Ինչ հավատաս դա է կլինի։ Մի անձնավորության հետ խոսում էի եւ նա դրա մեջ խնդիր չկա։ Շատ հին մի հատ Mazda ունի։ Եվ ես նրա հետ խոսում էի, ասում եմ, դե գիտես, Տերը ստվել է խոնարհության մեջ գնամ։ Իրականում դա խոնարհություն է։ Գիտեք խոնարհությունը որն է, որ ամենալավ մեքենան ունենաս խոնարհ գազ եկեղեցի ու ոչ մեկին չլոպոզանաս դրանով։ Գիտեք, որպեսզի ես խոնարհ երևամ, պետք չի ցեխերի մեջ պարկեմ։ Մենք կեղծ խոնարհություններ ենք մտածում։ Ու երբ որ ասում է, ինձ Աստված էս կյանքն ա տվել, ես սրանով յոլա կգնամ, հենց տենց էլ ասում էր ինքը, գիտեք Աստված վերևը ինչ ասում, թող լինի այդպես։ Ոնց մենք մտածում ենք, տենց մենք օրտնվում ենք։ Երբ որ դու ասում ես, դե նրանք սենց, իսկ մենք սենց, Աստված ով եղավ, եթե դու չես ուզում մենք նրանց պես լինենք, թող այդպես լինի։ Աստված հետաքրքրված է քո փրկությունով, մնացածը տված է քո ձեռքերի մեջ։ Ասում է, եթե դու անես, եթե դու ուզես, եթե դու ուզես, եթե դու ուզես, եթե դու ուզես, եթե չես ուզում, ով է մեղավոր։ Ինչ որ ամփոխումա ձեր ներսում։ Հիմա մարմնի որ մասում մենք պետք է փոխվենք, ընդհանրապես որ մասում մենք պետք է նորոգվենք։ Բոլորդ այստեղ ինքան գեղեցիկ նստած եք։ Գիտեք, ես երբ որ առավոտյան արթնանում եմ, միշտ զարմանում եմ, ոնց եմ ես քնում, ես գիտեմ ոնց եմ ես քնում, ես ճմրթված եմ արթնանում։ Հայլում եմ նայում եմ, գիտեք, մազերս ես իմ որտեղ է, ես որտեղ եմ, աչքերս սենց։ Դուք հիմա նորոգված մարդ եք տեսնում։ Ամեն օր մենք մեզ նորոգում ենք։ Տնից դուրս գալու համար։ Կանայք ավելի շատ են նորոգվում։ Դուք գիտեք, որ նորոգում ամեն օր դուք վերապրում եք։ Ինչ էլ որ լինի։ Մենք նորոգվում ենք, կանգնում ենք հայրու դեմ, նորոգվում ենք, գեղեցիկ, բախ հագնվեցինք, ամեն ինչ գեղեցիկ է, պատրաստ ենք դուրս գալու։ Բա մտքի մասին ինչ կասեք։ Ոչ միայն մարմինը պետք է նորոգվի, այլ միտքը նույնպես։ Տեսեք ինչ ասում Աստծո խոսքը։ Եփեսացիս 4:23 եւ ձեր մտքի հոգովը նորոգվեցեք։ Անգլերեն մի հատ լավ sense բառ slang կա, չէ՞։ Make up your mind, let me know։ Պետք է մի հատ make up անես քո միտքը։
որոշում կայացնես, նորոգվի։ Մեր մտքի նորոգումով պետք է նորոգվենք։ Ամեն օր ինչքանով ես հավատում, ինչ ես անում, ոնց ես քայլում։ Քննադատում ես գեղեցիկ մեքենաներ քշողներին, երբեք չես ունենա։ Բայց փորձի մի օր ասես, Տեր, ինչ լավ, ուրիշ մոտ չէ։ Քեզ ասես, Տեր, ինչ լավ է, իմ եղբայրս էս լավ մեքենա առավ։ Տեր, ինչ լավ է, իմ քուրն ու եղբայրս sense լավ ունեն։ Աշխատի վրատ։ Կտեսնես դու էլ կունենաս։ Եփեսացիս 2:3 որոնց մեջ մենք ամենս էլ մի ժամանակ ման են գալիս մեր մարմնի ցանկություններ եւ մարմնի եւ մտքի կամքը կատարելով։ Բնության բարկության որդիկ ենք, ինչպես ուրիշներն էլ։ Գրված է մարմնի կամքը կատարելով։ Զգում եք, որ մտքի ու մարմինը իրար հետ են քայլում։ Ինչու հոգին եւ միտքը իրար հետ չքայլեն։ Ուրեմն լսեք, ոնց միտքը թելադրի, մարմինը այդպես կքայլի։ Եթե միտքդ քեզ թելադրում է, չլինես առատաձեռն, դու չես կարող լինես առատաձեռն։ Հիշում եք, մի մեծահարուստ մարդ Աստվածաշնչի 5 տականային տղեկից մեկը քծիվության պատճառով ինֆարկտից մահացավ։ Ով է հիշում է տղուն։ Դավիթ թագավորի հետ կապված։ Իսկ նրա կինը առատաձեռության պատճառով թագավորի կնիկ դարավ։ Հարցը գիտեք ինչ մեջ էր մարդու կնիկ կարդում է այդտեղ մտածում է մարդու կնիկ իրար հետ ապրում են հասկանում բայց տարբեր մտածելակերպով քո այսօրվա գործնեությունը կախված է քո մտածելակերպով անգամ որ եկեղեցում զոհաբերություն են հավաքում սենց քծիվ մեղի տուր Հիսուսի բնավորությունը գիտեք Հիսուսի բնավորությունը որ նա ասում է փռեց աղքատներին տվեց մարդը էլի հզոր Աստված է իմ պապիկս փոքր ժամանակ ինձ լողի էր տանում Երևանում մենք ես ծնվել եմ ցիրկի մոտ, հետո տեղափոխվել Մասվում ենք ապրել եւ Դինամոյում, գիշեր Դինամոն մեր օգրմացիկ հիմա էլ չկա, բայց շատ լավ լողավազան էր այնտեղ։ Ով է պարապ այնտեղ լողեջ Դինամոյում։ Շատ ռեգել է։ Դու նպարապես, ֆոնք ասում։ Ուրեմն տան մեր լողի ու երբ որ այդ մարշրուտկաներով, ավտոբուսներով գնում են, վճարում են ամեն ինչ։ Ու ես նստած ես նայում եմ Պապիկը շատ իմաստուն մարդ էր միշտ։ Գիտեք, այնքան իմաստուն, որ մի անգամ թուղթը ստորագրել է սովորում, ինձ ասեց, ինչի համար է ստորագրում։ Ասի, որ паспорт ստանամ։ Ասեց, այնքան ցածր ես մտածում։ Ասում, բա ինչի համար ստորագրում։ Ասում, այսօրվանից ես քեզ հրամայում եմ, որ դու պետք է մտածես, որ իմ ստորագրությունը միլիոններ է բաց թողելու։ Ես 14 տարեկան եմ, 13 տարեկան եմ։ Եվ նա նստեց ինձ աչքերիս մեջ նայեց այնտեղ նայեց, ասեց, ինչ ես հաշվում։ Ասում, վարորդի փողերը։ Ասես բալես, երբ որ դու սովորես ուրիշի փողերը հաշվես, երբեք չես հաշվի քո փողերը։ Դադարի ուրիշի փողերը հաշվելուց կհաշվես քո փողերը։ Ասում եմ մարմնի մտքի կամքը կատարելով, մենք մարմնի եւ մտքի կամքն են կատարում, երբեք առատաձեռն եղի, երբեք մի հաշվի, էսի տվին, էսի, թող Տիրոջ արքայությունը մեծանա, շատանա։ Գիտեք, գնում ենք ամեն ռեստորան առանց ափսոսալու 200 դրամ դոլար կտան, ռեստորան ինչա թե քեզ կերակուր կտան, որը տունն էլ կարող ես պատրաստես, բայց եկեղեցի որ գալիս ենք, դու տունը եկեղեցի չես կարող պատրաստես։ Ես երբ որ գալիս եմ եկեղեցի, ես իմ միտքը նորոգված եմ գալի, խոսք ասում եմ, որտեղ 2-3 հավաքված են, ես դրա մեջ եմ ասում, Տեր Աստված, փառք ասես 2-3-ի համար, մի բան էլ ես կփոկեմ։ Որտեղ դու այստեղ ես, դու նրանց մեջ ես։ Եթե մարդ մարմնավոր է, խնդիրը մտքի մեջ է։ Մեկ անգամ մի կին մոտեցավ ինձ ամուսնուն բռնացրել էր պորնոգրաֆիայի մեջ, հավատացյալ Երևանում։ Հիասթափված եկավ ինձ մոտ եւ ասեց. «Հովիվ, ինչա կատարում իմ ամուսնը, դու պատկերացնում ես կնոջ վիճակը, դուրս է գալի գիշերը ամուսնու չկա, գնում է տեսնում պորնոգրաֆիայի մեջ է»։ Ասես միթե իմ ամուսինը աշխարհը գնաց, ասի ոչ գրիկ։ Պարզապես հոգին քրիստոնեական է, միտքը աշխարհիկ։
Գիտեք այսօր որպիսի մենք անգամ վերցնենք ապաշխարություն բառը, որը կոչվում մետանորենս բառը հույներենից, առաջի միտքը փոխել մտածելակերպը, որ ես ճիշտ չեմ անում։ Հիշում եք Անրակ որդին ինչ արեց, փոխեց մտածելակերպը։ Ինչ եմ ես ստեղ անում։ Գիտես որտեղ էր Աստված չէր բրդում, ինքը իրան մտածեց, ինչ եմ ես ստեղ անում, կշրջվեմ, կգնամ, հորս մոտ կասեմ, երբ որ շրջվեց հայրը գրկեց։ Գիտեք, եթե մարդ այսօր մեղքերի մեջ է, եթե դու մեղքերի մեջ ես, վատ սայթերի մեջ ես, մյուս սայթերի մեջ ես, քեզ պետք է Քրիստոսի միտքը ունենաս։ Մտածելակերպի նորոգում է պետք։ Եվ գիտեք ինչ ասում է խոսքը, տեսեք, երկրորդ առաջի Կորինթացիս 16:11, որովհետև ով գիտես Տիրոջ միտքը, որ բան սովորեցնել նրան, բայց մենք Քրիստոսի միտքը ունենք։ Գիտեք, պետք չի ինձ երկարասեն շնությունը, որ լավ բան չէ, որովհետև ես Քրիստոսի միտք ունեմ։ Ինձ պետք չի, ես գիտեմ։ Ինձ պետք չի ամենտեղ կպսրացնել, չծխել։ Ես գիտեմ, որ պետք չի ծխել։ Այն ամենտեղ գրած է, չէ, no smoking, դա մեզ համար չի, որովհետև մենք Քրիստոսի միտքը ունենք, մենք գիտենք ինչն է կարելի, ինչ չի կարելի։ Քրիստոսի մտքով պետք է շարժվես։ Հավատքը կախված է մեր մտքից։ Ինչպես ենք պատրաստվում առաջ շարժվել։ Սիրնես, մի հետաքրքիր բան հիշեցի։ Կոմունիստական ժամանակները վերջացավ, 90-ական թվականները, ես լավ ապրում եմ եւ գիտեք, երբ որ դու իջնում ես, մնում ես այդ ներքևը, Աստված ուզում է բարձրացնել քեզ։ 90-ական, ով է հիշում Հայաստանը, 90, 91, 92, լույս կա, հույս կա։ Երբ որ լույսերը տալիս են 2 ժամ, բոլորը գոռում են, ես մտածում եմ հավաքականը գոլ խփեց։ Ոչ մի բան չկա, եւ գիտեք անհույս այն լույս նստած ենք ամեն ինչ եւ մենք իջանք ջրի հատակը, բայց ոնց բարձրանանք այնտեղից։ Մեր եկեղեցի գալիս են արտասահմանցիները, շատ եվրոպացիներ, ամերիկացիներ, եւ գիտեք այդ ժամանակ սովոր էին, քարոջը գալիս էր, մի հատ գալուստուկ էր նվիրում։ Իր գալուստուկանում նվիրում, մենք ինքան երջանիկ էինք։ Հիշում եմ սնիկերս չկար, հիմա ոչ մեկ սնիկերս չէր ուտում, սնիկերս բերես ընդվեցին, մենք այնքան երջանիկ ենք։ Եվ դրանով դու սովորում ես, որ քեզ պետք է արտասահմանցիները գան ու տան։ Մեր եկեղեցին Հայաստանի հրաշք է, որովհետև մենք ասացինք, ամերիկացիք չէ, որ մեր եկեղեցին կսարքենք, մենք հայերովս կսարքենք մեր եկեղեցին։ Վկա են այստեղ նստածները։ Գիտեք, ոնց ենք բարձանում։ Մեկը եկավ ինձ կոստյում տվեց, ես այնքան երջանիկ եմ, այդ կոստյումը հագա, գնացի, հետո կոստյում, սովորենք, որ մեզ պիտի կոստյումներ տան։ Մեկ անգամ գտնում եմ Ռուսաստանում։ Եվ ռուսական մի հատ ուժեղ մոդելյորի խանութներ այնտեղ, որը նոր հավաքածուն էր կախված։ Լուսամուտից նայեցի, դա մեզ համար չեն, մեզ պետք է տան։ Մեզ պետք է պետությունը տա, վելֆերը պետք է տա, այն մեկը պետք է տա, մեդիկալը պետք է տա։ Նրանք բոլորը երջանիկ են, որտեղ խոսք ասում է ավելի երջանիկ է տվողը, քան առնողը։ Հիմա ով է երջանիկ։ Ու Աստված ասեց, դու պետք է այս կոստյում առնես։ Գիտեք, ես գինը որ նայեցի, ես տեսա Ռուսաստանից տուն գնալու համար ամեն ինչ պետք է տայ, ինձ մնում էր մի կարկանդակ առնել, էլ ոչ մի գումար չունեի։ Ես նազանդվեցի, մտա ասեցի, ես ուզում եմ այս կոստյումը վերցնեմ, ամեն ամիս ինձ կոստյում էին նվիրում։ Գնեցի իմ կոստյումս։ Գիտեք, ես հիշեցի, մինչև 90-ական թվականները ես իմ կոստյումն էի առնում, բայց ոնց հասա այդ վիճակին, որ ամբողջ օրը սպասեմ, որ ուրիշը ինձ պետք է տա։ Կոստյումը գնելուց ամանչեցի, ասի համոտ քեզ։ Ու Սուրբ Հոգին ասեց, այլևս կոստյում քեզ ոչ ոք չի տա, սրանից հետո դու ես տալու։ Սերենս այսօր կանգնած եմ ձեր առաջ, այդ կոստյումից հետո արդեն ես չեմ չափազանցնում 100-ից ավել կոստյումներ եմ նվիրել ուրիշներին։ Դու գիտեք, ես Աստծո առաջ եմ ասում, ես ամեն տարի իմ զոհաբերության չափը բարձրացնում եմ։ Որտեղ ուզում եմ նորոգվեմ, Քրիստոսի միտքը ունենամ։ Ուզում ես նոր օրհնություններ, արա նոր քայլեր։ Նոր բաների մեջ եղի, եւ գիտեք ինչ, անգամ ավետարանը քարոզել, անգամ եկեղեցու աճը, անգամ մի բանը, պետքա չհամաձայնվես, ասես Տեր Աստված, մարդիկ պիտի փրկվեն, մարդիկ պիտի շատանան, ամեն ինչ լավ պիտի լինի։ Եկեղեցի, կարևոր չի քանի տարեկան եք։ Կարևոր չի, ինչ սեր եք, կարևորը ում եք հավատում, Աստված կարող է նորոգի ձեր կյանքը, դուք ունենաք վկայություն։
Եվ մարգարեական ասում շատերը կվկայելու եք, շնորհակալություն։ Եվ ես մարգարեական ասում շատերը վկայելու եք դրա մասին։ Կարող ես բացես։ Արես միջև վերջալ։ Մերսի։ Ինչքան ենք պատրաստ Տիրոջը առաջ շարժվելու։ Տերը քեզ կարող է անսահմանափակ օրհնի, եթե դու չնախանձես, ճիշտ մտածես, ճիշտ հավատաս, որտեղ մեր միտքն ու հավատքը կախված են իրար։ Կողոսացից 3:2 շատ կարևոր բան եմ ասելու հիմա։ Վերինները մտածեցեք ոչ թե երկրի վրա, նորից էլի մտքից է գալի, մտածեք վերինները։ Հերիք չի մենակ աշխարհի վրա են մտածենք։ Այստեղ եմ գնալու այնտեղ վերինները մտածի։ Գիտեք ինչ, կարող ես սկսել մտածել երկնքի մասին։ Լսեք։ Երկնային արքայությունում ոսկե ճանապարհներ են։ Հələ մի հատ տեսեք երկինքը ոնց է սարքած։ Կարող եք մտածել երկնքի մասին, վերինների մասին, թե այնտեղ ինչ է կատարվում, որ շուտով մենք հավիտենականության մեջ ենք լինելու։ Գիտեք ինչ ասում, ես ձեզ չեմ տա մտածելակերպ, որ դուք մտածեք, ասում եմ դուք մտածեք վերինները։ Հիմա ուշադիր եղեք։ Մեկ անգամ մի աստծոյալ ինձ մի բան սովորացրեց։ Սա շատ լավ դասակ է համար։ Ասես դու ոնց ես աղոթում, ասեցի դե աղոթում եմ լեզուներով, աղոթում եմ սենց, ասեցի դու լռության աղոթք ունես։ Ես առաջի անգամ չհասկացա, երբ որ գնացի Հելսինկի, Ֆինլանդիա մեր դա, մեկ ինձ ասեց եկեղեցիները հավաքվել մի հատ տաճար են սարքել, կոչվում է լռության տաճար։ Ես մի անգամից գնացի ու սենց սկզբից ասեմ դու այստեղ իրավունք չունես խոսալու, բոլորը լուր նստած էին։ Ինձ համար մի նոր բան էր։ Գիտեք շատ անգամ մենք լռել չգիտենք, միայն խոսալ գիտենք։ Մենք խոսում ենք, Տեր Աստված, տուր, խնդրում ենք, լեզուներով աղոթում ենք, Տեր Աստված, տուր, հենց Աստված ուզում է խոսա, ասում ենք ամեն ու գնում ենք։ Ես ես մի բան սովորում, հələ փորձեք։ Ես մեկ գիտեք ինչ աթորից վերցնում եմ, գնում եմ մի հատ բնության մեջ մի բանի նայում եմ, երկար ասում, իմ մոտ լուսնեն ասում, կնոջս ասում եմ, այսօր գնում եմ Աստծո հետ լինելու։ Աղոթում եմ, խոսում եմ, բայց նստած նայում եմ գեղեցիկ այդ բնությանը ու սկսում եմ մտածել։ Ու գիտեք ինչ, Տերը սկսում է խոսալ։ Ես այսօր դուք ամեն ձևի աղոթներ գիտեք, բայց ես սովորացնում լռության աղոթք, որը գալիս է այստեղից։ Տերը հոգուտ մեջից խոսալու այստեղի հետ։ Սիրելի քույրիկներ, ձեր ամուսիններին վրդեք, թող գնան լռության օրն ասու։ Գնացեք մի հատ հյուրանոց վերցեք, ձեր սիրելի եղբայրներ, ձեր կանանցը օրը 2 ամիսը մեկ ուղարկեք Տիրոջ հետ վերապրելու, հյուրանոց վերցրեք, առանց հեռախոս, առանց բանի գնացեք ու վերապրեք Տիրոջը։ Պարզապես լուր նստի, մտածի, լռի։ Ես գիտեք, այս բանը ասեմ, որ ես մտածում եմ, հանկարծ մի ուսուցիչ կա, որը մարդու ուղեղը շատ է քննում, ասում է, եթե դուք կարողանաք 7 ժամ լռեք ու չխոսաք, մի հատ այնպիսի նոր մտքեր կստանաք, որ դուք չեք էլ պատկերացնում։ Եկեղեցական աղոթքով մտածենք։ Քրիստոսի միտք ունեք, եկեղեցում պետք է զարգանա Քրիստոսի միտքը։ Ինչ որ կաներ Քրիստոսը, դու ինչ ես անում։ Եվ այսպիսով վերջի տեղը, որ կուզենամ այսօր կարդամ ձեզ, ոնց փոխենք մեր միտքը։ Փիլիպպեցիս 4:8-ում գրված է, իհարկե հաջորդ անգամ որ գամ կշարունակեմ այս թեման, արդեն կասեմ Աստծո կամքը ոնց փոխենք մտածելակերպը, լուրջ եմ ասում, ես դրա վրա շատ եմ աշխատում։ Դեռ շատ տարիներ առաջ, շատերը դիտեք, մենք ես անգամ գիրք եք գրել մտքի նորոգում, բայց հիմա շատ եմ առաջանցել։ Ես շատ եմ հետևում մարդկանց, ովքեր ուսումնասիրում են մարդու ուղեղը։ Նրանց կարծիքները, նամանդ քրիստոնյաները, քրիստոնյա պրոֆեսորները, որ ուսումնասիրում են, դոկտորները, պրոֆեսորները, որ ուսումնասիրում մարդու ուղեղը, ես տեսնում ինչքան մեծ հրաշք կա դրա մեջ, ինչքան բան է տեղից կախված։ Գիտեք մեր ցավը ինչի մեջ է, որ հավատացյալները մտածում են, որ երբ որ եկան ասուն, էլ ուղեղը իրաց պետք չի։ Միշտ հոգում են շարում, գիտես, մեկ կարոտում ես, որ մարդ ասի, ես տենց եմ մտածում։ Հոգները մար, Տերը ինձ ասես, Տերը ինձ ասես, սկսած հաց ուտես միջև ես Աստված ինձ ասեց, գիտեք ինչ են ասում Աստված ինձ ասես, վախենում են պատասխանատվություն վերցնեն, որ դա իրանք են։ Սիրելիս, խնդրում եմ, երբ որ ինձ մոտենանում եք,
մի վախեցեք, ասեք, որ դու ես ասում, ես կհարգեմ դա։ Այնքան անարգված ես քո մեջ, որ դու չես կարծում ասես, ես դες մտածում եմ։ Գիտեք, եթե մի գիտակնան մարդ, ինչ որ մի մարդ ինտերնետի մեջ ասի, ես այդպես մտածում եմ, որ ասեն, վա, գիտեք այսօր ով է ամենաուժեղը, որ մեկը կարող ասի, ես դες մտածում եմ։ Դու կամ ինտերնետն ասում, կամ ես բանը գիտնական ասեց, կամ ես մեկ ասեց, կամ Տեր ինձ ասեց, իսկ դու ինչ որ բան ասում ես։ Եղեք զորավոր ձեր խոսքի մեջ, որը դաղված է Աստծո խոսքով։